ամենապատասխանատու առաջադրանքը վստահել։ Армения вместе с другими представителями Հայ ժողովրդի վաստակն այս հաղթանակում մեծ է։ Այլ ազգերի հետ հայերն ուսուսի տված անձնվիրաբար կռվեցին, շատերն իրենց կյանքը տվեցին, իսկ ողջերը լավ են հասկանում, որ հաղթանակը թանկ գնով տրվեց։ Ասել ենք ու դեռ 1000 անգամներ կարող ենք կրկնել, որ մենք այսօրվա խաղաղության համար նրանց ենք պարտական։ Ում մտքով կանցներ, որ տարիներ հետո հայը նորից ձեռքը զենքին է մեկնելու ու հաղթանակ է տոնելու նույն մայիսի 9-ին, քանի որ հենց նույն օրն ազատագրվելու էր Շուշին։ Թշնամին դեռ չի հանդարտվել, նորից արկածախնդրության է ձգտում, սակայն յուրաքանչյուր փորձ հաստատ արժանի հակարվածը կստանա։ Ամեն տարի մայիսի 8-ին էլ նշվում է երկրապահ կամավորականների օրը, բայց ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Եռաբլուր Պանթեոնը բազմամարդ էր մայիսի 11-ին։ Արցախյան ազատամարտում զոհված կամավորականների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են եկել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը եւ այլ բարձրաստիճան հյուրեր։ Պատանի երկրապահներն են, որ իրենց ցուցադրական ելույթներով ներկաներին եւս մեկ անգամ հավաստեցին։ Հերոսների սխրանքներով է դասյարակվում երիտասարդ սերունդը, եւ պատահական չէ, որ երկրապահ կամավորականների օրվա արդիվ բազմամարդ էր կրկին Եռաբլուր Պանթեոնը։ Իր շնորհավորանքի խոսքում էլ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը նշեց, որ երկրապահի օրը հայրենիքի համար մարտնչող, ազատագրող, սահմանը պահող հայ զինվորի մեծարման օրն է։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ մայիսյան հաղթանակների կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, ընդգծեց հատկապես նմանաբնույթ միջոցառումների կարևորությունը մատաղ սերնդի դասյարակության համար, քանի որ նախարարի խոսքերով իրենց արարումների մեջ երիտասարդներն օրինակելի կեցված կդրսևորեն։ Չէ՞ որ մեր պապերի ու հայրերի մեծ հայրենականում ցուցաբերած սխրանքներն են դարձել մերօրյա հաղթանակների երաշխիքը։ Շարունակում ենք թողարկումը։ Այժմ անդրադառնանք Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի ունեցած հանդիպմանը։ Մայիսի 12-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է սփյուռքահայ բարերարներ Վարդգես եւ Մերի Նաջարյաններին։ Ողջունելով հյուրերին Սեյրան Օհանյանը, կարևորելով բարերարների ունեցած ավանդը ռազմաբժշկական ոլորտի կայացման ու զարգացման համար, շնորհակալություն է հայտնել Վարդգես եւ Մերի Նաջարյան ամուսիններին։ Նշենք, որ Նաջարյան ամուսինները արդիական բուժ սարքավորումներ են հատկացրել ռազմաբժշկական հաստատություններին։ Հանդիպման վերջում Պաշտպանության նախարարը Վարդգես եւ Մերի Նաջարյան ամուսիններին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի հոբելյանական հուշամեդալով։ Անշուշտ ես սպիրկի մեջ կաբրեմ, բայց ես ինձ սպիրկը հայ չեմ զգար։ Եվ ինձի համար բարդ կնկատեմ իմ ժողովրդից օգնել մինչև այնադեմ որ գրնամ։ Եվ գարձես հոս կալով ավելի գվերագենտրանանք ավելի ատիրանտը մեր մեջ կա որ գարելին երբ կտեսնենք հոս բագասի ինչպես կրնանք օգնել երբ վերադառնանք պիտի աշխարհին նորեն շարունակել մեր գործը։ Եվ ասիկա գուզեմ որ արտասահմանի ժողովուրդն ալ գիտնա որ ան ներդրումը որորած են գրնամսել որ եթե մեկ տված են 10 կորձ եղած է Ղարաբաղի մեջ այդ քեղեցիկ շենքերը, քեղեցիկ փողոցները, դպրոցները, հիվանդանոցը, նոր հիվանդանոց զինվորական, այդ զինվորները, իրենց մաքուր սկեսները, գարձես թե բոլորովին նոր աշխարհի մեջ կգտնվեի։ Ես իրականության մեջ չէի գրնար Երևանը, եթե մեկ ինձ իսեր որ այս Ղարաբաղն է, չպիտի հավատայի, եթե աչքերով չտեսնեի։ Մայիսյան տոներին զուգահեռ ազգային բանակը շարունակել է իրականացնել մարտական պատրաստության պլանով նախատեսված գործընթացները։ Այսպես, ուսումնական զորամասերում ավարտվեցին կրտսեր հրամանատարական կազմի քննությունները եւ նրանք այսօրերին մեկնում են ծառայության նոր վայրեր։ Այդ գործընթացը Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ուղեկցվել է հանդիսավոր միջոցառմամբ։ Մայիսի 11-ի առավոտյան Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան մոտորաձգային ուսումնական զորամասում կազմակերպվեց հանդիսավոր տողան, որով ավանդաբար ավարտվում է հերթական ուսումնական փուլը։ Հանրապետության զինված ուժերի կրտսեր հրամանատարական կազմի գլխավոր դարբնոցի հարյուրավոր կուրսանտներ զորամասի մարտական դրոշով, զինվորական նվագախմբի հանդիսավոր քայլերթերով, բարեմաղթանքներով հրաժեշտ են տալիս մի ռազմական կրթօջախի, որտեղ նրանք սերտել են երիտասարդ մարտիկի ծրագրով նախատեսված ռազմականացված առօրյայի բոլոր տարրերը, մոտորաձգային ջոկի, հետևակի մարտական մեքենայի, հրաձգային ստորաբաժանումների հաշվարկի հրամանատարների որակավորում ստանալու համար։
Այստեղ զորամասում պատրաստվում են նաև մեխանիկ վարորդներ եւ նշանառու օպերատորներ։ Կրսեր սերժանտի կոչումը շնորհվել է ջոկի հրամանատարներին, նաև գերազանց գնահատականներով ավարտական քննությունները հանձնած նշանառու օպերատորներին։ Այս ուսումնական փուլից հրամանատարները գոհ են։ 2011 թվականի աշնանային զորակոչի ընթացքում Հանրապետական հավաքակայանում զորակոչիկներին ընտրելիս հրամկազմը առավել խիստ մոտեցում է ցուցաբերել։ Նման մոտեցման արդյունքները պարզորոշ զգացվեցին ավարտական քննությունների ժամանակ։ Հատկապես գոհ եմ մարտական մեքենաների մեխանիկներից եւ նշանառուներից, տանկի մեխանիկներից եւ նշանառուներից ցուցաբերել են բարձր ցուցանիշ, մոտավորապես 408 զինծառայողներ ստացել են լավ գնահատական, դա իմ կարծիքով շատ բարձր ցուցանիշ է եւ կրակայինի եւ վարման համար։ Ավարտական վկայականներ ստացած արդեն նախկին կուրսանտներին շնորհավորեցին իրենց իսկ հասակակիցները, ուսման մեջ օրինակելի վարքով ու գերազանց գնահատականներով աչքի ընկած կրսեր հրամանատարները զորամասի եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ։ Հետևելով կրսեր սերժանտների ձիգ կեցվածքին, հստակ քայլին, մարտական դրոշին հրաժեշտ տալու պահերին, մտովի վեր հիշում ես զորամասում անցած նրանց ուղին, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստության, մարտավարության, մեքենավարման, հասարակական պետական պատրաստության դասաժամերը։ Զորամասի հրամանատար գնդապետ Գևորգ Ենոքյանի սպայական եւ դասախոսական կազմերի ղեկավարությամբ տղաները դարձել են ցիկ եւ կազմակերպված զինվորականներ, ովքեր զորքերում կփոխարինեն նույն ուղին անցած կրսեր հրամանատարներին։ Նրանց լեգենդար մարշալի անունը կրող ուսումնական զորամասի շրջանավարտներին կվստահվի հայրենիքի պաշտպանության սուրբ գործը եւ զորքերում նրանք պետք է ապացուցեն, որ արժանի են այդ առաքելությանը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործում է պայմանագրային սերժանտների ինստիտուտը, որտեղ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայելու համար պատրաստվում են դասակի հրամանատարների տեղակալներ։ Պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության դասընթացների տևողությունը 4 ամիս է։ Դասընթացներին կարող են մասնակցել մինչև 25 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած շարքային կազմի պահեստազորայինները եւ զինված ուժերում 1.5 տարի ծառայած պարտադիր ժամկետային ծառայողները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն պիտանի շարային ծառայության համար։ Դասընթացների ընթացքում կուրսանտները կստանան 85,000 դրամ ամսական բավարարում, իսկ ուսման ավարտից եւ զորքերում ծառայության անցնելուց հետո մինչև 150,000 դրամ աշխատավարձ։ Ծառայության ընթացքում սերժանտները կօգտվեն զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել տարածքային զինկոմիսարիատներ կամ զանգահարել 29 44 53 հեռախոսահամարով։ Մայիսյան տոների արդիվ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ լեյտենանտ Մուրադ Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունի գյուղի եւ Երևանի համար 195 ավագ դպրոցներ, ինչպես նաեւ հյուրընկալվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։ Ներկայացնում է իմ գործընկեր Վարդան Ավանեսյանը։ Սասունի գյուղի դպրոցի աշակերտական եւ ուսուցչական անձնակազմը մեծ ուրախությամբ ընդունեցին պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ լեյտենանտ Մուրադ Սարգսյանին։ Նա ողջունելով դպրոցականներին եւ նրանց ուսուցիչներին շնորհավորեց մայիսյան հաղթանակների կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից դպրոցի տնօրենին հանձնեց նոր 8-ամաղի չերացան, որը նախնական զինվորական պատրաստություն առարկայի շրջանակում կկիրառեն դպրոցականները։ Այնուհետև գեներալ լեյտենանտ Մուրադ Սարգսյանն այցելեց դպրոցի վերանորոգվող մարզահրապարակ ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար։ Սասունի գյուղից հետո Մուրադ Սարգսյանն այցելեց Երևանի համար 195 ավագ դպրոց, որտեղ կազմակերպվել էր Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում։ Աշակերտները երաժշտական կատարումներով եւ ասմունքով հակիչ ներկայացրին Շուշիի ազատագրումը, եւս մեկ անգամ թերթելով հայոց պատմության փառահեղ էջերը։ Նմանաբնույթ միջոցառումները անշուշտ փաստում են, որ դպրոցներում մեծապես կարևորվում է նորօրյա սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը եւ հենց այսպիսի միջոցառումներն էլ մեծ ողջավորություն են առաջացնում աշակերտների շրջանում։ Միջոցառման ավարտին էլ ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարևոր դեր խաղալու համար պատվոգրերով պարգևատրվեցին դպրոցի տնօրենը, զինղեկը եւ մի խումբ աշակերտներ։ Մայիսի 11-ին էլ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում գեներալ լեյտենանտ Մուրադ Սարգսյանը հանդիպեց ուսանողների հետ։
ազգային բանակի կազմավորման 20-ամյակի, ինչպես նաև մայիսյան տոների առթիվ համալսարանի ղեկավարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Արցախյան ազատամարտի մասնակից անվանի զինվորականների հետ, եւ ահա այս հանդիպմանը նախ ներկայացվեց Մուրազ Սարգսյանի կենսագրությունը, այնուհետև նա անձամբ պատմեց իր մարտական ուղու մասին, թե ինչպես ազատամարտի տարիներին եկավ Հայաստան եւ զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Հանդիպման ընթացքում ուսանողները նաև իրենց հետաքրքրող հարցերը հղեցին գեներալ լեյտենանտին։ Միջոցառման ավարտին էլ Մուրազ Սարգսյանը ուսանողության շրջանում ռազմահայրենասիրական գաղափարների ամրապնդման համար պարգևատրեց մի շարք ուսանողների եւ դասախոսների, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից նրանց հանձնեց ձեռքի ժամացույցներ։ Ավան վարչական շրջանի համար 87 դպրոցում էլ օրերս տեղի ունեցավ զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի եւ նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասարանի բացման հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկայ է եղել նաեւ մեր նկարանող խումբը։ Արցախյան պատերազմի դաշտերում մարտնչել են նաև համար 87 դպրոցի շրջանավարտ սաները, որոնցից ոմանք այդպես էլ չտեսան Բերգրալի հաղթանակը։ Եվ ահա մայիսի 2-ին տոնական տրամադրություն է դպրոցում։ Աշակերտները ոգևորությամբ սպասում են իրենց դպրոցի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը։ Խաչքարի բացման պատիվն էլ վերապահված էր դպրոցի զոհված սաների մայրերին, ազատամարտիկ հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Հարությունյանին եւ ժամկետային զինծառայող Համլետ Փարիսյանին։ Խաչը պատկերված է սրի տեսքով, հպարտության ու հաղթանակի խաչ է, որն ամեն վայրկյան սուր կդառնա յուրաքանչյուրի ձեռքին։ Այսպես ներկայացրեց Խաչքար հուշակոթողի խորհուրդը նրա հեղինակը, քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը։ Խաչքարի ոցման արարողությունից հետո յուրաքանչյուրն ասելիք ուներ, սրտի խոսքը դպրոցի սաներին փոխանցելու ցանկություն։ Ազատամարտիկ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից դպրոցի սան զոհված ազատամարտիկներն ու մանկավարժ Նելսոն Գասպարյանը հետմահու պարգևատրվեցին կազմակերպության շքանշաններով, իսկ դպրոցի տնօրենը ուսուցիչներն ու որոշ հյուրեր պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Իր խոսքում էլ դպրոցի տնօրեն Նարգիս Զեյնալյանն անթաքույց հուզմունքով կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը եւ մասնակցության համար շնորհակալություն հայտնեց բոլորին։ Այս ամենից հետո տեղի ունեցավ դպրոցի նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասասենյակի անվանակոչման հանդիսավոր արարողությունը։ Դպրոցի ուսուցիչ ազատամարտիկ Նելսոն Գասպարյանի անունն է կրելու դասասենյակը, վերանորոգված ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցած դասասենյակ, որտեղ զոհված երիտասարդների լուսանկարներն են որպես ազատամարտի հերոսական պատմությունների լավագույն օրինակներ։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Իսկ վաղը կեսօրին Զինուժի կիրակնօրյա թողարկման ժամանակ կարող եք դիտել Հարսանիք լեռներում տեսաֆիլմը նվիրված Շուշիի ազատագրության 20-ամյակին։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։